Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Կիսալուսնի մայրամուտը հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Տիրան Լոկմանկյոսյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Լոկմանկյոսյան։ Բարև ձեզ։ Անդրադառնանք ամենագլխավոր թեմաներից մեկին, այն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Նշեմ, որ դրանից առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր մեկնել Թուրքիա, հետաքրքիրը դա է, եւ փորձենք զրուցել այդ այցի, այդ հանդիպման մասին, սկսելով արարողակարգից։ Նախ ինչ տպավորություն է թողնում, երբ որ նայում եք ընդհանուր արարողակարգին, եւ արդյոք հարաբերությունները թերևս գնում են դեպի դրականի, որովհետև նախորդին էլ Մարաշում Էրդողանը օգտագործել էր Խոջալոյի ցեղասպանություն տերմինը։ Նախ սկսենք արարողակարգից, ինչ տպավորություններ թողնում այն այսպես կողքից նայելով։ Թուրքիան, ես նախորդ նշել եմ մի քանի անգամներ, շատ դասական քաղաքականություն, հատկապես դիվանագիտություն ունեցող երկիր է։ Նրանք այդ դիվանագիտության բոլոր նորմերը պահպանում են, այդ ամեն ինչը շատ լավ գիտեն, հակառակ, ասենք, Ադրբեջանի, որ Ադրբեջանը կարծես թե մի աշիրետապետություն է, այսինքն կամ ավազակապետություն կարելի ասել, այնտեղ կարող է ղեկավարը կամ ուրիշ այդպիսի ղեկավար անձինք դիվանագիտական նորմերին չհամապատասխանող խոսքեր ասեն, գործեր անեն եւ այն, Թուրքիան այդպես չէ։ Ինքը իր գործը կանե հարթի տակից, սակայն այդ դիվանագիտական բոլոր նորմաները կպահպանի։ Սա է Թուրքիան։ Դրա համար իրեն Փաշինյանին կամ ինչ որ մեկին ընդունելու եւ այն հետ կապված իրենք ոնց որ պետք է դա կանեն։ Ոնց որ պետք է դա կանեն։ Իմիջիալոց մեզ մոտ էլ դա չկա, իհարկե, մենք տեսանք նախկինում, հատկապես այս իշխանության ժամանակ, թե ինչ էր կատարվեցին, օրինակ Պուտինի այցելությունը Հայաստան եւ ինչպես դիմավորվեց եւ այլն, դա դիվանագիտական բոլոր նորմերի խախտում էր, բոլոր տեսակի դե գործնական, դե բարոյական եւ այլն, բայց այդ ասում ենք էլի, բայց Թուրքիան այդ առումով կարգին նստած երկիր է։ Իսկ մյուս կողմից ինչ էր այս ամենը, ինչի համար էր կատարում եւ այն որ նախորոք Ալիևը գնում է Էրդողանի հետ հանդիպում է, հետո էլ Էրդողանը ընդունում է մեր ղեկավարին եւ ինչ որ բաներ են խոսում, դե մեղավորը ես չեմ, որ չգիտեմ ինչ են խոսում, իրենք են մեղավոր, որովհետեւ ամեն ինչ գաղտնի են բահում։ Եվ եթե գաղտնի բահում են, նշանակում է, որ ինչ որ մի վատ բան են անելու, չէ՞։ Լավ բան անողը գաղտնի չի բահի, վատ բան անողը գաղտնի կանի։ Այսինքն գողերը օրինակ գիշերն են, չէ՞։ Ցերեկով գողություն չեն անում մարդիկ, գողերը ցերեկով չեն ման գալիս։ Դա արդեն ցույց է տալիս, որ ինչ որ գործընթացներ են գնում։ Իհարկե մեր կողմից շատ բարձ էր այդ ցանկությունը, այդ գործընթացը։ Մեր վարչապետը նախորոք էր ասել էր եւ փորձել էր ինչ որ քայլեր անի, որ Թուրքիային, Էրդողանին ներմուծի այս հայ-ադրբեջանական գործընթացի մեջը եւ մտածում էին իրենց կարճ խելքով, որ կարող է Թուրքիային համոզեին իրենց հետ, այսինքն Հայաստանի հետ հիմնական հարաբերություն սկսի եւ այդ դրա շնորհիվ կարող էր Ալիևը ստիպված լիներ մեզ հետ ավելի լավ կոնտակտ պահի եւ այլևս այդ փաստաթուղթը ստորագրե։ Այսինքն իրենց թվում է թե իրենք աշխարհի ամենախելոքներն են, իրենց նման խելոք չկա, բոլորը ապուշ են, հատկապես Էրդողան եւ Ալիևի նման գայլեր։ Հատկապես Էրդողանի նման գայլը, բայց սա բան է, գյուղի շուստրինյության բան է, մոտեցում է իհարկե, այն Էրդողանը կամ թուրք քաղաքական գործիչներ կամ դիվանագիտական հատկապես գործիչները հո հայ ժողովուրդը չեն գյուղերում, միղերում անգրագետ, որոնք քո ամեն ասածովդ խապնվում են եւ այլն։ Այդ մարդիկ հազարամյա քաղաքականություն ունեն, հազարամյա դիվանագիտություն ունեն եւ այդպես էլ շարունակում են մինչեւ այսօր։
եւ իրենք մեզ մոդել նշանավոր են, չէ, աղվեսական դիվանագիտություն անող որպես ժողովուրդ կամ որպես երկիր։ Հիմա դրան ուզում ես դու խաբես, այսինքն դու կարաս սատանային խաբես, չէ, սատանան քեզ կխաբի վերջո։ Այդպես էլ եղավ, հենց մեր իշխանավորի ցանկությամբ այս բանը իրականացավ, սակայն այստեղ մի բան կա, հիմնականում նման հանդիպումներ կատարվում են միայն այն ժամանակ, երբ որ ներքևի օղակները արդեն նախապատրաստել են ինչ-որ բաներ եւ վերին ամենավերի օղակն է սա, ամենավերի օղակը արդեն վերջի գետն է դնում ի վրա, լատիներեն ասելով, եւ փաստորեն ինչ-որ բաներ կատարվել էր Թուրքիայի եւ Հայաստանի իշխանավորների միջեւ։ Չնայած դա նոր չի իհարկե, մենք գիտենք, որ մեր իշխանությունը ծառայում է թուրքական շահերին եւ դեմ է հայկական շահերին, ամեն ինչ անում է հակահայկական գործունեություն է ծավալում պրոտուրքական եւ անգամ կարելի ասել ավելի շատ պրոտուրքական, քան հենց թուրքերը եւ այս վերջի տարիներին գիտեք թե ժողովրդի կողմից հատկապես զարմանում են այդ ինտերնետով բանով տեսնում ենք թե զարմանում են թե այս Հայաստանի իշխանությունը ոնց է աշխատում իրենց համար, այսինքն օր ու գիշեր քրդինքների մեջ թաթախված աշխատում է իրենց լավության համար եւ մենք էլ տեսնում ենք որ ոնց է աշխատում մեր իշխանությունները մեր դեմ։ Թուրքիայում էլ այդպես ցույցեր էին անում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Ոչ միայն դա, այդ ժողովուրդը, չէ՞։ Բացի այդ Էրդողանն էլ ասել էր թե ասենք այստեղի ցույցերի ժամանակ մեծ եղած ժամանակ մենք կպաշտպանենք Նիկոլին։ Չէ՞։ Բա հիմա ում բարեկամն է, ես հարց եմ տալիս, եթե այդպես է։ Հիմա թուրքերը Նիկոլի պրոնիկոլական բանն ցույց են անում, հայերը հականիկոլական ցույց են անում, թուրքական ղեկավարությունը պրոնիկոլական գեցվածք է դրսևորում, բա ինչ է ուզում, դրանից ավել փաստ անհրաժեշտ է արդյոք, դրանից ավել ինչ պետք է լինի, պետք է Էրդողանը վեր կենա ու հայտարարել, որ Նիկոլը մեր ամենալավ մարդն է, մենք Նիկոլի կողքին ենք եւ չենք թողնելու որ Նիկոլը, այդպես էլ ասեց համարյա մարդը։ Ինչ որ է, դե չհասկացող կամ հասկանալ չցանկացողը արդեն ասելու բան չկա այնտեղ, մեկ է, ինչ էս դա ինչ իրենց գլուխը մեր ժողովրդի մասին եմ խոսում, մեր ժողովրդի մասին եմ խոսում։ Այո, մեր ցանկությունով, այսինքն մեր իշխանության ցանկությունով կատարվեց դա եւ վերջում լղոզված բառեր նորից։ Այսինքն նախորոք էլ չգիտեինք թե ինչի մասին են խոսելու եւ նորից եմ գրում, եթե չգիտենք, եթե գաղտնի է բահվում, ուրեմն ինչ որ մի վատ բան կա։ Մեզանից են գաղտնի բահում, ուրեմն մեր գլխին գալիք կա, չէ՞։ Այո։ Դա շատ բարձ է, այստեղ արդեն ինչ որ բաներ իմանալ, ինչ որ վերլուծություններ անել պետք չէ։ Սա շատ դրամաբանական մոտեցում է, շատ դրամաբանական արդյունք է։ Եվ վերջում էլ ոչ մի բան դուրս չեկավ, ոչ մի կոնկրետ բան չասվեց, ասենք լղոզված ստանդարտ բառեր ասեցին։ Իդեպ այսօր էլ ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, որ մենք ձայնագրվում ենք հունիսի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, բայց խաղաղության խաչմերուկը միջին միջանցքի մասն է։ Այս բառախաղը ընդհանրապես ինչ է նշանակում, պարոն Լոքմագեզյան։ Մեզ արդեն քանի տարի համոզում են, որ միջանցք չի լինելու, ճանապարհ է լինելու։ Փաշինյանը ասում է միջանցք չի լինելու, բայց չի ասում ճանապարհ չի լինելու։ Ընդհակառակը ժամանակին ասում ինչ մեկ, 3 ճանապարհ եմ տալիս ես իրենց։ Եվ ճանապարհ են տալիս եւ այդ ճանապարհը ինչպես է լինելու, ով է վերահսկելու, մենք ենք վերահսկելու, թե իրենք են վերահսկելու, թե ազատ անցում է լինելու իրենց համար ոնց ուզում են եւ այլն, եթե այդպես լինի, դա ավտոմատ ստացվում է միջանցք։ Սակայն դա այստեղ բառախաղեր են, միջանցք բառից հուսափում են, որ վատ բառը չենք ասում, այո, ճանապարհ ենք ասում, բայց այդ ճանապարհը ինչպես է լինելու, դա է կարևորը, չնայած թուրքերը միշտ են միջանցք են ասել, սակայն վաղը եթե մենք իրենց միջանցք տանք,
մերոնք էլ ասել են, իմիջիալոց դրա նախադեպը կա, ասեցին կարող է մենք իրենք ճանապարհ տանք, իրենք ասեն որ մենք միջանցք ենք ստացել։ Հիմա միջանցք ստացել եք, ասի միջանցք եմ ստացել, ճանապարհ եմ ստացել, ասել ճանապարհ եմ ստացել։ Հիմա այդ բարախաղերն են անում, թե մենք իրականում ճանապարհ ենք տալիս, բայց իրենք կասեն դա միջանցք է ու իրենք ժողովրդին կխփեն, բայց իրականում իրենք փորձում են մեզ խփեն եւ այդ ժողովրդի մեծ մասն են, այո, խփվում է դժբախտաբար իհարկե։ Եվ կխփվի, վաղն էլ կխփվի։ Այո, մենք կտանք, միջանցքն էլ կտանք, ամեն ինչ էլ կտանք, այդ խաչմերուկ կոչվածը դա արդեն միջանցք է փաստորեն։ Նախ արևելք արևմուտք ճանապարհը կա, այստեղ արևելք արևմուտք եւ հյուսիս հարավ։ Հիմա հյուսիսում հարավում մեր վաղեմի մեր բարեկամներն են եւ գոնե բարեկամ չասենք, լավ, չասենք բարեկամ, այն երկրներն են, որոնց հետ մեր շահերը համընկնում են։ Իսկ արևելքում եւ արևմուտքում մեր ողերիմ թշնամիներ են, դա արդեն կարող ենք ասենք, հաստատ կարող ենք ասենք, մեր ողերիմ թշնամիներն են եւ դա ոչ թե թշնամին, ոչ թե դրա համար որ մենք իրենց որպես թշնամի ենք ակնկալում, ոչ, իրենք են մեզ որպես թշնամի ակնկալում եւ այսօր էլ իրենց ամբողջ խոսույթից երևում է որ իրենք ուզում են մեզ վերացնեն, չեզոքացնեն, բակասացնեն, չգիտեմ, ամեն ինչ անեն մեզ հետ, ամեն մի վատ բան, բա ինչ է սա թշնամական վերաբերմունք չէ, ինչ որ մի բարեկամական վերաբերմունք կարող եք ինձ ասեք, կամ կարող է մեր իշխանավորներից մեկը ասել որ ինչ որ մի լավ խոսք են ասել մեր նկատմամբ, լավ նպատակ են արտահայտվել եւ չէ իհարկե միշտ վատ, այս մարդը ասում է Երևանն է, Երևանը իմն է, չէ, չգիտեմ Արևմտյան Ադրբեջանն է, ես վերցնելու եմ այսպես կամ այնպես եւ այլն, եւ իհարկե Թուրքիան դեռ չի խոսում Սակայն Թուրքիան սպասում է իր հերթին եւ մերոնց հույսը նաեւ դա էր որ Թուրքիան կհամոզե այստեղ իսկապես այսպիսի բան կա Թուրքիան կհամոզե Ադրբեջանին որ ավարտի այս գործընթացը որ ինքն էլ իր գործընթացը սկսի իհարկե սակայն այստեղ մի բան կա Թուրքիան գոհնագից է որ Ադրբեջանը մաքսիմալ շահ ունենա այստեղ այսինքն եթե Ադրբեջանը մտածում է որ ուրիշ բաներ էլ կարող է բողել լավ ես կսպասեմ թող բողի ինչ որ բողի Ադրբեջանը Հայաստանից դա իր օգուտին է հետո իր հերթն է ասելու եւ կտեսնեք եւ ես մի քանի անգամ ասել եմ այստեղ էլ ասեմ եմ կարծեմ որ այստեղ գյումրիցիները մտածելու տեղի ունեն Գյումրին վտանգի տակ է հատկապես Շիրակի մարզը այո Շիրակի մարզի ինչ որ տարածքներ սակայն իրենց աչքը Գյումրիի վրա է եւ եթե այսպես կարողանան մեզ բռնացնեն ինչպես Ալիևը բռնացրել է եւ ինչ ուզում է բողում է մեզնից անգամ այնպիսի զիջումներ որոնց համար մեր իշխանությունները ասում են ոչ մի դեպքում չի լինի բա հիմա ինչի է լինում եթե չլինելու բան է ինչի եք անում հանուն ինչի անգամ այդ թուղթը ասենք ստորագրեց մեզ պետք է թուղթը անգամ եթե դուք ասում եք որ այդ թուղթը ստորագրելուց հետո էլ խաղաղություն չի լինի բավ ում է պետք այդ թուղթը Ադրբեջանին պետք չէ ամենևին պետք չէ դրա համար էլ չի ստորագրում պետք չէ իրեն մեզ պետք է մեզ էլ պետք չէ եթե խաղաղության փաստաթուղթ ես ասում եւ դու ասում ես որ խաղաղություն չի լինելու դրանից հետո ինձ պետք է դա ոչ դա կապիտուլացիոն փաստաթուղթ է այդ դա կապիտուլացիայի խնդիր է ուրեմն ինչ որ ուրիշ ուժերին է պետք դա եւ նշանակում է որ դու աշխատում ես ոչ թե Հայաստանի համար հայ ժողովրդի համար Հայաստանի բարօրության համար այլ օտար ուժերի համար անկամ ես այստեղ կարամ ասեմ որ ինքը չի աշխատում նաեւ Ադրբեջանի համար Հա, բայց իր գործողությունները բոլորը, իր հրանքները միտված են նրան, որ Ադրբեջանի համար լավ լինի, ոչ թե մեզ համար։ Դա ուրիշ խնդիր։ Սակայն իր հրանքները ստանում է ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այլ ավելի վերևներից եւ իրենց ծրագիրն է, դա իրենց համար լավ է։ Պաստորեն, հա, Ադրբեջանի համար ստացվում է, որ վերջում լավ է, բայց ամենավատ վիճակում միակ այստեղ գործնողը մենք ենք։
տանուլ տվողը մենք ենք։ Մենք ամեն ինչ կորցնում ենք, տեսեք, Արցախը կորցրեցինք, մեր տարածքները կորցրեցինք, Էլիջը չգիտես ինչեր, Սարը չգիտես ինչեր եւ այլն, եւ դեր տալիս ենք ու տալիս ենք։ Էլ սահմանադրություն պիտի փոխենք իրենց ցանկությունով, էլ գերբը պիտի փոխենք, կարող է դրոշն էլ փոխենք եւ այն ու բանը մեր մշակույթը փոխվում է, մեր գրթական համագարկն է փոխվում, իհարկե դրանք արդեն ցույց են տալիս, որ այստեղ միայն Ադրբեջանին, Թուրքիային գոհացնելու խնդիր չկա, այստեղ գլխավոր խնդիրը մեկ է՝ Հայաստանի կործանումը, Արցախի խնդիրն է, մեր գրթության ոլորտի խնդիրն է, մշակույթի ոլորտի խնդիրն է, տնտեսության խնդրի ոլորտն է եւ այլն, լիքը բաներ, դրանք բոլորը մեր Հայաստանի կործանման միտված քայլեր են։ Նայեք, եթե այսպիսի քայլեր են կատարում, սա փչանում է, բա ինչի համար է լինում, սրա վերջը ինչ կլինի, արդյունքը Հայաստանի կործանումը։ Հիմա ինչ է, տեսեք, ինչերը կատարվում վերջի օրերս, արդեն հասավ վերջի հանգրվանին, բայկար եկեղեցու դեմ, ինչի համար, որովհետև եկեղեցին միակ կառույցն է մնացել Հայաստանում, որը չի ընդարգվում իրենց, չեն կարող իրենց ենթակայության տակ վերցնել, որովհետև քաղաքական ազգային ինչ-որ բան, այսինքն ազգային է, բայց քաղաքական պետական կառույց չէ։ Տեսեք, ոստիկանությունը լրիվ իրենց ձեռքում է, ոնց ուզում են, այսինքն հլու հպատակ է դարձել ոստիկանությունը, մարդ սպանն ասենք սպանեն, ժողովրդին կոտորեք ասենք կոտորեն, ազգային անվտանգությունը արդեն իրենց ձեռքի խաղալիքն է դարձել, բանակը իրենց համաճիկներն են դարձել, բանը դատական համագարկը, մարդը ազատ համարձակ ասեց դեռ սկզբում, ուզում եմ այն դատախազին, թե դատավորին ասեց, տեսնեմ, որը իմ խոսքով չի առաջնորդվում, բա իհարկե պիտի չանե, բայց ժողովրդավարություն ասում ես, չէ, մենք ժողովրդավարություն բրենդ է ժողովրդավարությունը, բաստիոն ենք, բայց դատախազները պիտի իրեն համագերբվեն, չգիտեմ, բանակը իրեն պիտի համագերբվի, պարլամենտը իրեն պիտի համագերբվի, ոստիկանությունը ինչ եղավ ես։ Ես բանը Ալիևի դիկտատորիայից բետար եղավ։ Ալիևը գոնե բացահայտ անում է։ Դուք համ անում եք, համ էլ ասում եք, որ մենք ժողովրդավար ենք։ Ժողովրդավարության որ նորմն է այստեղ քո ասածներիդ եւ քո կատարածներիդ մեջ։ Դրա համար հիմա միակ ժողովրդավար, միակ ազգային եւ անկախ հաստատություն մնաց եկեղեցին։ Դրա համար դրսից հրանք եկավ։ Այնպես չէ որ իրենք մի անգամից մտածեցին հիմա եկեղեցու դեմ մարված են։ Իմիջիալոց բանը առաջի ազդակը եկավ Ադրբեջանից։ Ալիևը խոսեց, չէ՞, բանը, այսինքն Ադրբեջանը ղեկավարությունը միայն Ալիևը չէ։ Խոսեց եկեղեցու դեմ։ Ասեցին որ ռևանշիստների բույն է։ Հենց դրանից հետո սկսեց այս գործընթացը եկեղեցու դեմ։ Հիմա հայդակերենը ով գիտի, չգիտի, խելք ունի, չունի, խոսում է արդեն։ Թե բանը եկեղեցին իրավունք չունի խառնվելու։ Ոնց թե իրավունք չունի, ինչի պիտի չխառնվի։ Ինչի պիտի չխառնվի։ Բոժիշկը իրավունք ունի խառնվելու, Կոշկակարը իրավունք ունի խառնվելու, բայց հոգեվորականը իրավունք չունի խառնվելու, չկա այդպիսի բան։ Օրենքով էլ չկա։ Թող մեկը ցույց տա այդ օրենքի կետը, որ եկեղեցականը չի կարող քաղաքականության մեջ մտնի։ Չկա այդպիսի բան։ Եղել է, նաև անցյալում եղել է, ուրիշ երկրներում էլ կան։ Նկարացեք Անգլիայի օրինակը նայեք։ Այնտեղ ամենաբարձր հոգեվորականները վերին ադյանում են նստած։ Եվ Չասած որ հոգևոր առաջնորդներն են որոշ երկրներում անգամ ղեկավարում երկիրը։ Այդ իսլամական երկրն եմ կարելի ասել որ դա իսլամականը չեն գտնում, բայց քրիստոնեական երկրներում էլ եղել է։ Օրինակ Գիբրոսի առաջնորդը arczepiskopos Մակարիոսն է եղել։ Մինչև իր բանը այդ հեղափոխությունը իրան նկատմամբ։ Եվ ոչ մեկը ոչ մի խնդրեմ չի ունեցել։ Արդակին երկրներն էլ չեն ունեցել, երկրներն ոչ մեկը չի ունեցել։ Ինչ տարբերություն, թե այդ մարդը, եսիմ բան է, ժուրնալիստ է, ժուրնալիստները կարան, չէ՞։ Ինչի՞։ Հիմա ես հարց եմ տալիս, թող ժուրնալիստները չխառնվեն քաղաքականության մեջ, թող իրենց գործով զբաղվեն, չէ՞։ Կամ ես ինչ իմանամ, բանը ասենք ինչ որ սերիալների խաղացողները կամ պիցա
բանը բաժանողները չխառնվեն քաղաքականության մեջ։ Բա ո՞ր պիտի քաղաքացի է մարդը։ Ամեն մի քաղաքացի բարտականություն ունի քաղաքականությամբ զբաղվելու, որտեղ քեզ դրված է քվեարկելու իրավունք եւ նաեւ բանը ասենք տեխնացու դառնալու իրավունք ունի մարդը։ Կարող է իր տեխնացությունը տնի։ Շատ նորմալ է։ Պարոն Լոքմագյոսյան, թույլ տվեք ձեզ ընդհատել եւս մեկ հարցի անդրադառնանք նախքան մեր եթերաժամանակը կմոտենա իր ավարտին։ Միևնույն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետը գտնվում էր Թուրքիայում, հայկական հայ ճարտարապետի նախագծած Պալյանների կողմից նախագծված Դոլմաբահջեի պալատում, այդ ժամանակ նաև ադրբեջանական կողմից ակտիվություն նկատվեց սահմանին ներքին հանդի ուղղությամբ եւ որոշ փորձագետներ նաև դա կապում էին նրա հետ, որ Ադրբեջանը միգուցե դուր չի եկել այն, որ Հայաստանի վարչապետը գնացել է Թուրքիա, բայց այս համատեքստում ինչ եք կարծում, դա Ադրբեջանի շահերից չէր բխում այդ հանդիպումը, չէ՞ որ մենք առավել եւս պարտադրողի դերում չէինք եւ ոչինչ չենք կարող իշահ մեծ ծառայեցնել ըստ ինձ։ Ադրբեջանի շահերից չէր բխում այն առումով, որ եթե մեր ղեկավարը գնում է Էրդողանի հետ խոսի, որ միջնորդի Ադրբեջանը, որ Ադրբեջանը ստորագրի, մի բան որ Ադրբեջանը չի ուզում, իհարկե չէր բխում իր շահերից եւ իրենք ցույց տվեցին, որ հենց նույն րոպեն դա սիմվոլիկ է իհարկե, այդ պահին եթե այդպես են անում, ասացին, որ դու ինչքան էլ ջղվես, որ այսպիսի քո ուզածը ձեռք բերես, այ մենք էսենց կանենք։ Այդ նույն րոպեին։ Տեսեք, երբ որ պրոտոկոլները ստորագրվեց Գյուլի ժամանակ, Էրդողանը այն կողմից հայտարարեց, որ չեն ընդունելու։ Եվ Ադրբեջանից ասեց դա, գնաց Բաքու, այնտեղից հայտարարեց, որ պարլամենտում չի ընդունվելու այդ բանը։ Եվ միանգամից սպանեց։ Հիմա սա էլ նույն բանն է ասում։ Դու ինչքան էլ գնաս Էրդողանի հետ խոսես, այս այն կանելու, չեն ընդունելու, մենք չկանք, հասկացի։ Իհարկե մերոնք էլ են հասկանում այդ բանը, հիմա չեն իհարկե իրենք, կասի շատ էլ խելոք են իրենց գործերը, որովհետև շատ լավ են անում, բայց ցույց տալու այն կողմից էլ գնաց բանը Էրդողանը էլի ինչպես ասեցինք այնց բադական ինչ որ խոսքեր ասեցին եւ այլն կոնկրետ բան չխոսվեց նշանակում է որ ոչ մի բանի չհասավ այնտեղ Էրդողանն էլ ճանապարհ դրեց ընդունեց սիրուն ու ճանապարհ դրեց ասում եմ իրենք դիվանագիտական շատ լավ աղվեսներ են ընդունեց չընդունեց չէ ինքը ընդունեց բայց սիրուն իր դեղը ցույց տվեց ու ճանապարհեց ու վերջացավ այստեղ ամենավտանգավորը այն է որ Ագոստ 1-ի գրածի անունով հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ինքը մի միտք է արտահայտել ասել է որ Խաղաղության խաչմերուկը խոչընդոտ չի լինելու Թուրանի ճանապարհին սա ամենասարսափելի եւ ահավոր ինչ ասեմ բառ չեմ գտնում դրան եւ ամենավտանգավոր արտահայտությունն է եթե Ակոսը այդպես է գրել ուրեմն այդպես կա երևի բայց միակ հույս ունիմ որ Ակոսը սխալվել է կամ ինչ որ բան է արել այդ դերակցությունը սխալ է որովհետեւ ահասարսուր բան է սա իր ասածը այն է որ այսօր Հայաստանի իշխանավորը Հայաստանի ղեկավարը կատարում է այն դերը ինչ որ 100 տարի առաջ ուզում էին կատարեին Թալատը, Էնվերը, Բեայթին Շաքիրը, դոկտոր Նազիմը, Քազım Կարաբեկիրը, որոնք ուզում էին Թուրանը կազմել այսինքն Ադրիատիկ ծովից մինչև Չինաստանի սահմանը գնացող մի թուրքական պետություն, որի մեջ Հայաստան չկա մի հատ նայեք Թուրանի գաղափարախոսության մեջ Հայաստան չկա, չի կարող լինի մի թուրքական պետություն է, արանքում ոչ մի բան։ Դա նշանակում է որ մեր ղեկավարը պատրաստ է Հայաստանը վերացնելու, դա է որովհետև Թուրանի մեջ չկա, եթե Թուրանի ճանապարհին խոչընդոտ չենք ասում է, Հայաստանը վերացնելու եւ ասում է այդ մի արու է, որից մենք էլ կարող ենք խմենք։ Դա նշանակում է որ մենք էլ կթուրքանանք Հայաստանը կթուրքանա, այսինքն նույն արվից ջուր խմելը դա է նշանակում։ Իմիջիայլոց թուրքերը այդպիսի արտահայտություն ունեն, երբ որ ասում են որ լավ Թուրանը ինչի է Ադրիատիկից սկսում, ասում են մեր ձիերը ջուր են խմել այնտեղից։ Այդ ջուր խմելու գաղափարը դա ավելի խորը իմաստ ունի իհարկե, եւ այսինքն եթե մենք
նույն բաժակից ջուր ենք խմում իրար հետ, մենք երկուսս ախպերներ ենք։ Այսինքն Հայաստանը թուրքացնելու, Հայաստանը վերացնելու ծրագրի մասին է խոսում արդեն մեր իշխանության ղեկավարը, եւ դա 100 տարվա թուրքերի երազանքն է, 100 տարի առաջ այդ ինչ արեցին, ցեղասպանություն եւ այլն հենց դրա համար արեցին, չկարողացան հասնել իրենց նպատակին այն ժամանակ, այսօր հասնում են իրենց նպատակին Հայաստանի իշխանության ղեկավարի միջոցով եւ երևի իրենք դժողքում իրենց գլուխը բադին են տալիս այսօր որ հիմա որ մենք ժամանակը ինչպես այսպեսի բան միտք չհղացանք։ Շնորհակալություն պարոն Լոկմակյոսյան զրույցի համար։ Իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում կիսալուսնի մայրամուտ հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։